կարոտել էի քեզ տղես։ Գոր, ես ինչա դեմքդ, կռվ ես արել, հա? Այս սոնոչկա լավ էլի, ինչ մի հնդկական տեսարան է սարքել, դե հիմա տղայա մի տեղ խփեն, ինչ մի խորացել եք։ Չէ, դուք ծնող չեք դեռ, դրա համար ամեն բան դուք զավեշտի եք վերածում։ Ես չի կարելի, չէ։ Ինչ ես անում, չանես էլ սենց բան խնդրում եմ։ Ոյ, ջան։ Քեզ շատ էի կարոտել։ Ես էլ քեզ կյանքը շատ։ Էլ չես գնալ, չէ, որ գնաս կյանքում քո հետ չեմ խոսա։ Չէ, կյանքս խոսք եմ տալիս, որ էլ չեմ գնա։ Գորես, ինչ ա եղել։ Ես կյանքս ուշադրություն մի դարձրու։ Բայց մեր նվնվան հարսիկն ուրա, չեք ասել, որ սիրելի ամուսինը վերադարձել է։ Տեսնում եմ արդեն, Ֆելո։ Ինչ, սպասում էիր, որ այսքանից հետո պիտի ընկնեմ գիրկդ ու ասեմ, թե ինչքան էի քեզ կարոտել։ Չէ, Արսիկ ջան, սպասում ենք, թե երբ պետք է շներին կապեն, քեզ արձակեն ես մեր հալումա շեղած աղբոր վրա։ Չերազ ես, Ֆելո, մերին այդքան չի իջնի։ Դե լավ, Գոր Ֆելիքս, գնանք հաց ուտենք, հիմա երևի սոված եք։ Մամ, լավ էլի ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացի։ Լավ էլի Գոր, եկեք միասին գնանք, նստենք հաց ուտենք, լավ։ Գոր մաման ու պապան ես մի քանի օր հաց չեն ուտում, իրաց չնեղացնես։ Բայց ճոպն ուրա։ Վերևում Ջորջիկի հետ։ Բայց չեն գնում հաց ուտելու։ Դե, գնացինք։ Կարողա ուզում ես քնես։ Կներես իհարկե, կարող ես 5 րոպե տրամադրել ինձ։ Շատ չէ, 5 րոպե։ Ես իհարկե հասկանում եմ, որ դու շատ հոգնած ես, այս քանի օրը շատ ես տանջվել։ Բայց կարող ես չէ 5 րոպե տրամադրել կնոջդ։ Ասա։ Մերսի։ Դե ուրեմն ինձ լսիր։ Ես շատ լավ գիտեմ, թե դու ուր ես եղել և ում հետ ես եղել։ Ու այլևս չեմ պատրաստվում կուլ տալ քո արածները։ Ես Գոր, բաժանվում եմ քեզնից։ Ինձ թվում է ես պարզ արտահայտվեցի։ Լսեցիր, բաժանվում եմ։ Լուրջ ես ասում։ Այո, ու այսքան լուրջ ես երբեք չեմ եղել։ Բայց զգուշացնում եմ քեզ, Գոր, որ դու այսօրվանից քո երեխուերես էլ չես տեսնի։ Այսօրվանից դու թաղեցիր թե կնոջդ, թե դեռ չծնված տղայիդ։ Ինչ ասեցիր, ոնց որ լավ չլսեցի։ Շատ էլ լավ լսեցիր, բայց քեզ համար նորից կկրկնեմ։ Ես քեզնից բաժանվում եմ, Գոր։ Ու դու սրանից հետո ոչ իմ, ոչ էլ քո երեխուերեսը չես տեսնի, լսում ես։ Այն հիմա լսեցի։ Բայց էլ չեմ լսի։ Որ մյուս անգամ ձեռքերդ իմ վրա չերկարացնես, լսում ես։ Դու արդեն այնքան ես ընկել, որ նույնիսկ քեզ իմ վիճակը չի կանգնացնում։ Լսի, Երիկա այդ վիճակը չհարկես, աղջի։ Այդ երեխով էլ Երիկա շանտաժ անես ինձ։ Իսկ ես քեզ շանտաժ չեմ անում։ Գնա, ազատ եմ թողնում քեզ, գնա վայելի ազատությունդ։ Լսի, քեզ ինչ եմ ասում։ Թե քո հետ ամուսնալուց առաջ, թե հիմա։ Ես միշտ էլ ազատ եմ եղել։ Ես քո հետ հաշվի չեմ նստելու։ Իսկ եթե քեզ թվում է, որ ես քո հետ հաշվի եմ նստելու ու կհանդուրժեմ այս ամեն ինչը, չարաչար սխալվում ես։ Լսում ես։ Ես այդ կանանցից չեմ։ Լսի, եթե դու մի բառ էլ ավել խոսաս, ես ինքնատիրապետումիցս դուրս եմ գալու։ Իսկ դու արդեն վաղուց ես դուրս եկել քո ինքնատիրապետումից։ Արդեն դիմակազերծել ես քեզ։ Դրա համար էլ քանի շուտ է ես ինձ ու իմ երեխուն կազատեմ քո ներկայությունից։ Կհեռանանք ձեր խելագար ընտանիքից ու կապրենք նորմալ ու առողջ մթնոլորտում։ Լսի, ընտանիքիս մասին խոսալուց առաջ նորմալ արտոյք, լյարդի, երեխես է երեխես, այդ երեխու դորդ տնից չես բերել։ Ոնց եմ ասում ես քեզ։ Ու,
Մենք մեր խոսակցությունը չավարտեցինք։ Ես ուզում եմ բաժանվեմ քեզնից, չես հասկանում։ Էդ այն վերջին խոսքը։ Ուրեմն լսի, դու ինձանից չես բաժանվելու, որովհետև այդ ես եմ տենց ուզում։ Իսկ եթե ես մի բան ուզում եմ, ուրեմն այդ տենց է լինում։ Նենց որ բաժանվելու միտքը գլխիցդ հանի։ Էս էլ իմ վերջին խոսքն է։ Ինչ ես հասկանում, որ ես չեմ կարող հանդուրժել քո սիրուհիներին։ Չեմ կարող հանդուրժել այն ամեն ինչ, որ անում ես։ Կուլ տալ քո արարքները, լսել են արտահայտությունները, որ իբր են անլվային են, բոմժին ես սիրում։ Դու կուլ կտաս, եթե իմ հետ ամուսնացել ես, ուրեմն պատրաստ եղի շատ բաներ կուլ տալու։ Գոր, սա ինչ բան է։ Մոմ լրի վայրենի ա դարձել, ես էլ չեմ դիմանում։ Ինձ տեղից մենակ գնալը կփրկի։ Լսի, ես քեզ չասեցի, որ գնալու միտքս տեղից հանի գլխիցդ, աղ չի։ Գոր, քեզ հավաքի։ Սա ինչ բան է, նոր տուն ես գալիս, ու ինչ ես, արձակվում ես, ու վիրավորում ես կնոջդ։ Ման դու մի խառնվի։ Գոր, ինչպես չխառնվեմ, եթե տեսնում եմ, թե ոնց ես ընտանիքդ քայքայում։ Մամ, գնաս տեղից։ Դու ինձ հիասթափեցնում։ Մամ, գնաս տեղից։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Մտքովդ էլ չասի, որ ինձանից կարող է բաժանվես ու իմ երեխուն ինձանից հեռվացնես։ Շատ համահանես, այդ դու իմ երեխուց կզրկվես։ Այդպես կվախենաս։ Մնում ահղիանամ ու քեզ դարձնեմ իմ գերին։